ինքս կանեի։ Դժվար չի։ Տունն ես հավաքել։ Դե հա, ամբողջ օրը պարապ տանն եմ։ Ինձ համար դժվար չի, ասացի։ Դուք իմ երեխուն քիչ եք նայել։ Երեկոյան աշխատանք եմ։ Ոնց։ Որտեղ։ Ասեմ թե չէ։ Հա, որտեղ։ Բենզալցակայան։ Էսի գժվել ես։ Ինչ բենզալցակայան։ Դե ուրիշտեղ հետո ման կգամ։ Սկզբնական տեղ կաշխատեմ։ Բայց դա աղջիկը աշխատելու տեղ չի։ Դե ուրիշ բան էլ ընթացքում ման կգամ։ Ամել գործ այլ ինչ տարբերություն։ Քեզ բան։ Մարդը դպրոցի լավագույն աշակերտը լինի, գերազանցիկ լինի ու գնա բենզին ծախի։ Շատ հետաքրքիր է։ Կարևորն աշխատանք կտա։ Հետո ուրիշ ավելի հարմար բան կգտնեմ։ Էսի Հակոբն ասաց, որ ավելի մոտ չեն թողել քեզ։ Երեկվանից չեմ էլ կարողանում մտածեմ այդ մասին։ Վախենում եմ։ Քննի ինչի տենց վարվեց։ Չգիտեմ, դե դանակահարության հետ կապված գործով էլի։ Բայց ինքը մեղավոր չի, չէ՞, ինքը չի խփել։ Չգիտեմ, Էսթեր, ես մենակ վախենում եմ, որ այդ 6 տարին չավելանա։ Ախր այդ մարդը նոր է մահամերձ վիճակից դուրս եկել։ Ինքը կապ չունի ու իրան դատեն։ Դու չես հասկանում։ Այդ իրանց համար կապ չունի։ Երևի դանակ են գտել, ինչ որ կռիվ ա եղել։ Չգիտեմ։ Իբր 6 տարին քիչ էր հիմա էլ։ Որ երեք այդ քննիչին տեսնեիր, կհասկանայիր ինչի եմ վախենում։ Այն ժամանակ մտածում էի, որ այդ 6 տարին երբեք չի անցնելու։ Բայց հիմա վախենում եմ, որ հանկարծ չավելանա, գոնե մնա այդ 6 տարին։ Ես միշտ հավատում եմ, որ ամեն վատ բան արդեն անցյալում է, բայց հիմա ամեն օր զգում եմ, որ գնալով ամեն ինչ ավելի վատանում է։ Չէ։ Սրանից հետո քո կյանքում մենակ լավ բաներ են լինելու, կտեսնես։ Մի քանի օր առաջ ես էլ այդպես մտածում։ Բայց հիմա չեմ կարողանում հանգիստ քնեմ։ Ամեն մի զանգից, ամեն մի դռան թակուցից վեր եմ թռնում։ Ես իմ մտքերից եմ վախենում։ Ու անդադ վատ լուրի եմ սպասում։ Սառած կեր։ Դու էլ կեր։ Ասինչաղ որ նգար է, շատ սիրեցի, աս նգարին ես 4 հատ կուզեմ, 4 հատ, ամեն մեկն ընչարանա մեկ հատ պիտի թնեմ, մեկ հատ ալ ճաշարանի սենյակը գտնեմ, կուզեմ ամեն փոլոր լմանդունը Արարատով լինի, շատ սիրեցի, շատ հոյագապ է, ինձի գրակ նգարել, կնկարեմ, իմ գործը նկարելն է, բա ինչ կանեմ, կնկարեմ, մերսի շատ, Բարի երեկո։ Բարև աղջիկ ջան։ Արի, արի։ Էդգարը քո մասին ինձ ասել էր արդեն։ Ես էլ արդեն քո մասին էի մտածում։ Դե նստի։ Խոչ ես մրսել։ Չէ։ Չնայած դասում էլ արդեն տաք է։ Այդ տղակարո։ Թռի։ Աղջիկ ջան։ Քանի տարեկան ես։ 18-ս չի լրացել։ Դեռ երեխա ես էլ։ Գիշերը պիտի աշխատես, որ ցերեկը սովորես։ Գիշերը որ դու չքնես։
Բայց սովորածդ գլխիդ մեջ կմնա։ Կմնա։ Սխալ դասավորվեց ամեն ինչ։ Ինչի պիտի քեզպես աղջիկը գիշերը չքնի, գա էստեղ, սրա նրա ավտոյի մեջ բենզին լցնի։ Ախր դրանք սկի քո ճկուտը չարժեն։ Ժամին գալի 1000 դրամի բենզին է լցում, 10 ժամ է խոսում է, դա նաշեն նրա։ Եկար, դուր։ Մարիամը Լիլիթի մոտ, Չէ, քնած է։ դուր փակ էր։ Հա, տանը չի։ Ուր այս ժամին։ Գնացել է գործի։ Լավ, մի նեղվի, գործերդ ոնց են։ Հաց դեմ ուտես։ Չէ, չեմ ուզում։ Դու Լիլիթի համար մի նեղվի, չգիտես համար աղջիկա։ Ինչ անեմ, ես այդքան խոսել եմ, ասա, ինչ անեմ։ Արի, հաց կեր։ Իզուր չթողեցիք գնայի Կարոյի հետ։ Համել կսովորեի։ Դու դեռ շունչ քաշի։ Չեմ սովորի այդպես։ Դե ես ու Կարոն այստեղ ենք, անում ենք էլի։ Ասում ես սովորում ես։ Բայց ես տարի ավարտում եմ արդեն։ Ես էլ քո տարիքի թորնիկ ունեմ։ Բայց այստեղ չի, հեռու է։ Տղաս հավաքեց, բոլորին տարավ դուրս, որ իբր լավ տեղ սովորեն, լավ ապրեն։ Ես 4 տարի ճակատի գծից այս կողմ չեմ եկել։ Մեջքիս վրա զոհված ընկերներից դիակն եմ կռվի դաշտից փախցրել։ Հայրենիքիս համար կռվել եմ։ Ամենալավ ընկերներից ու փոքր եղբորս զոհ եմ տվել։ Որ հիմա իմ հարազատ տղան գնա ուրիշի հողում ապրի։ Իդես կարոտը շատ վատ բան է։ Շատ եմ կարոտում, բայց չեմ ասում, չեմ բողոքում, որ իրենք այնտեղ հանգիստ ապրեն։ Ինձ ասում են, ինչի ես աշխատում։ Մի աշխատի։ Բայց ինչ անեմ, որ չաշխատեմ։ Բա օրվա 24 ժամը ես տանը ինչ անեմ։ Տանը մենակ լինես ու ոչինչ չլսես, մենակ պատերն են ու մեկ էլ ոտքերի ձայնը։ Կներես, ծերացել եմ, մի քիչ թուլացել եմ։ Հասկանում եմ, շատ լավ եմ հասկանում։ Մենակությունը լավ բան չի։ Մենակ մարդը ոչինչ է։ Անլեզու բանջար։ Հացուտել չի գալիս։ Դու գիտես ինձ ինչ էին ասում կռվի դաշտում։ Ամբողջ վաշտը ինձ զինվոր էր կոչում։ Բայց հիմա ես ով եմ։ Ահա, էլի մեքենա եկավ։ Այս անգամ ես էլ եմ գալիս։ Դե գնանք։ Գոնե ասեի, որ ավելի ուշադիր լինեին Լիլիթին։
Ինչքան էլ որ վախենա չի ասելու իրանց։ Ոնց անելու։ Ինչ անելու։ Դպրոցից դուրս կմնա։ Ամեն ինչը ջուրը կընկնի, ու այդ ամեն ինչի մեղավորը մենակ ես։ Պետք է մի բան մտածել։ Նայ, այստեղ նշում է լիթը։ Էս էլ բանն է, դրամն է։ Ինչքան որ լցվեց, ինտերնետ դրամը մեջ արոմա, որ վերջում ես բերնես հանձնից դաս։ Հա, ոնց էր։ Շատ հեշտ էր։ Ես էլ գիտեի դժվար է։ Այ մար, ստեղ անելու բան չկա։ Ճիշտն ասած, որ մտածում էի պետքա գնամ գիշերային աշխատանքի, շատ էի վախենում։ Բայց ոնց որ թե հանգիստ է, վախենալու բան չկա։ Ուրեմն, քանի ես էստեղ եմ, դու վախենալու բան չունես։ Կարող ես հանգիստ գնաս, գաս, Պոլինովից գնաս։ Մենակ, մի ուրիշ բան փնտրի էլի։ Ախր սա ինչ բան է, որ դու սրան սովորես։ Սա քո տեղը չի։ Արի ներս գնանք ցուրտը։ Քիչ էր մնում ասեի ապեր ջան, պաստորեն Փուրիկ ջան, որ մեր նժույգը լիցքավորես, մենք մեր ճանապարհը կշարունակենք։ Ու քեզ էլ մեր հետ կտանենք, ինչ կա այս ցրտին լռվել ես դե, կգաս մեր հետ տակ, ապահով։ Մեզ 10,000-ի պրեմիում։ Անունդ ոնց է սիրուն ջան։ Քո հետ եմ, անունդ ոնց է։ Ես էլի հարբած եմ։ Արինստի գնում ենք։ Չեմ գալի ախպերս, դու գնում ես գնա։ Էսի ամեն խմելուց ներկայացում է տալիս։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Սիրունը մեր հետ է գալու, որովհետև ես եմ տենց ուզում։ Արա չես ժոգում, դուրը չես եկե, չի ուզում գա հետը։ Արա ես, Արտաշի տղեր, եթե ուզում եմ, որ ինքը գա, ուրեմն տենց մեկը չկա, որ խանգարի, արա, լսում ես։ Դու խմած ես, բայց ես քեզանից ավելի շատ եմ խմած, կիշտեմ գլուխդ կջարդեմ, Արինստի թոլեցի գնում ենք։ Ախպեր ոբշեմ ես եմ մնում եմ, գնում ես գնա։ Ար գնացինք, արի։ Ախպերս դու գնում ես գնա, ասում ես չեմ գալիս։ Տղերք, ես ինչ ա կատարում ստեղ։ Պապի ջան դու կարոշի գնա քնի ոբշեմ։ Ոնց։ Տղա ջան, ես քո երեխեն եմ, դու ինձ ուղարկում ես քնելու։ Այ բիձա, ասում եմ գնա քնի, մենք մեր հարցերը կլուծենք ստե։ Գնացեք ստեղից։ Լավ, պապի շուխուր մի արա, գնում ենք, Արման կել արի, էլանք։ Արա ես բիծենով է, որ ինձի ասի ես գնամ թե մնամ, կայնել ես դեմս արա։ Այ որ հերդ մի երկու անգամ ռեմենով ծեծածլներ, իմանայիր ես բիծենով է։ Արա ես մեր հետ, հա։ Արի, գնացինք։ Արա հորս սարևանը, չեմ ջոգում արա, ես տեղը չեն բերում ինձ թե արա։ Լիլիթ գնաց տեղից։ Էդ ում վրա ես զենք հանում, տղա ջան։ Քոսուցի արա։ Հորա, պապի։ Ռան։ Պապի։ Գնա ջուր բեր։ Ինչ ես նայում, գնա ջուր բեր։ Իմո։ Ցավոք եմ, դու մարդը չես բաների մեջով, ես անցես իմո։ Զինվոր ջան, խախապ կան։ Սի իրանատը։ Հələ նա ինձ։ Իմո։ Լիլի։ Ոնց ես։
ցավատ տանեմ, ես գիտեի, չէ։ Ես գիտեի, որ սաղ լավալու է։ Բա դու սենց բաների մեջ ես անցել։ Այ լավ, լոք։ Ուկտի, կանգ։ Ցավատ տանեմ, կային։ Ան չկա, նորմալ է։ Պապի, խնդրում եմ, մի բան ասա։ Ինչի չի խոսում, չի շարժվում։ Վերջ դուրելի էդ լացուկոցիդ։ Չի մերը, որ լացում ես։ Ես շտապօգնություն եմ կանչում։ Հանգիստ աղջիկ ջան։ Ոչ մի տեղ էլ պետք չի զանգել։ Ես արդեն լավ եմ։ Աշոտը հեսա կգա զանգել եմ։ Եթե թշնամու ձեռից չգնացի, ես լկտի լակոտների ձեռից չեմ գնա ու չեմ գնա, մի վախեք։ Ես ամեն ինչն իմ պատճառով եղավ։ Ես եմ մեղավոր։ Դու ինչ մեղավոր ես։ Դու մեղավոր ես, որ աշխարհը շուռ է եկել, որ մարդկանց գրպանները ու փողերը լցվել են, փորերը հաստացել են, բայց գլուխները դատարկվել են։ Դու ինչ անես, որ մոռացել են, որ իրենք հայ են, որ դիմացի կանգնածը հայ է, որ իրենց տանը քույր ունեն, մայր ունեն, ես դրանց կերատ կատում։ Զինվոր ջան, ուժերդ խնայի, հեսա շեֆը կհասնի։ Կարող, իզուր զանգեցիր Աշոտին։ Աբել, վատ ես գում քեզ։ Պետքա գնամ բժշկի հետևից։ Քանի ապեր։ Իզուր ես այդքան շարժվում, պետք չի։ Դու կարող ես տղկի ես դրիքով բուժկույրս աշխատում, ասացի լավ է։ Քո համար եմ ասում, Աբել ջան, մի բան պետք կլինի, ասա գոնե մենք անենք։ Ապրես։ Հիմա քանի։ Պիտի հենց այդ ժամանակ ինձ զանգեիք, նույն րոպեին, ես դրան ցույց կտայի։ Չհասցրի մինչև դուրս եկա արդեն իրար քաշ քշում։ Ովքեր էին կարող։ Այ բալա։ Արժի ախր, որ այդ լկտի լակոտների պատճառով նոր կռիվների մեջ ընկնես։ Չեմ ուզում է ախր։ Գետի տակից է լինի կգտնվես այդ լակոտների զինվոր, ես քեզ խոստանում եմ։ Ոչ ոք այս կալոնքը քո մազին չի կարող կպնի։ Իմ քթի տակ ծեծում են իմ հոր ընկերոջը։ Ու դու ուզում ես, որ ես իմ ձեռերը ծալած նստեմ։ Լսի ասեմ։ Դու այդ լակոտների համար կռիվ ես գնացել։ Թշնամու առաջ ես դուրս եկել, որ քեզ այսօրը գցեն։ Ես քեզ 1000 անգամ ասել եմ, որ չաշխատես։ Բայց որ ուզում ես գաս, պիտի գաս այստեղ ու անես ամեն ինչ քո սիրտը ուզում է։ Ու էլ այստեղ քո մազին ոչ ոք չի կպնի։ Ովքեր էին կարող։ Այն մեկին չգիտեմ։ Այն մեկն էլ ոնց որ բայց ինչ բայց։ Դե Մանուկյանի տղեն էր ոնց որ։ Մաշնեն իր համարներով է։ Դե հա, մարդ են դարել։ Քաղաքի կեսի իրանց դա բա ինչ կանեն։ Լիլի ջան, արի քեզ տուն կտանեմ։ Վախեցած ես։ Հա, Աշոտ, տար էլի։ Երեխեքին ոչ չկա։ Հասանք։ Էս էր, չէ։ Լիլիթ։ Հա, հասանք։ Շնորհակալ եմ։ Ուզում ես մինչև մուտք ուղեկցեմ։ Չէ, ես կգնամ։ Լիլիթ, շատ ես վախեցած։ Ես պապիկի համար վախեցա։ Ինձ թվաց կսպանեն։
Ախրես ամեն ինչն իմ պատճառով եղավ։ Ես չեմ պատկերացնում ոնց կարան երկու հոգի մի հոգու վրա հարձակվեն։ Էն էլ իրենցից տարիքով այդքան մեծ։ Դու դեռ շատ փոքր ես նման աշխատանքի համար։ Բայց ինձ պետք է այդ աշխատանքը։ Գնա հանգստացի, կզանգես։ Շնորհակալ եմ։ Վերջ, վերջ։ Ես կորցրել եմ աշխարհում ինձ համար ամենաթանկ մարդկանց ու հիմա իրավունք չունեմ վախենալու։ Ես պիտի ուժեղ լինեմ, որովհետև իմ կյանքը միայն ինձ համար չի, որ պիտի ապրեմ։ Երկու կյանք ու պայքար։ Ես պիտի աշխատեմ։ Եթե հիմա վախեցա, ոչինչ չի ստացվի։ Ես պիտի առաջ գնամ։ Եթե ես ապրում եմ, ուրեմն պիտի պայքարեմ իմ կյանքի համար։ Ուրիշ տարբերակներ չկան։ Իսմայելը գտնվեց։ Լիլիթ, ինձ նայի։ Ինչի։ Ինչ ա եղել Լիլիթ։ Ուզում եմ իմանալ Իսմայելին գտակ։ Լիլիթ ջան, դու խաբել չգիտես։ Հակոբը տանն է։ Ես երեք սպասում եմ, որ դու առավոտյան կգաս, բայց երեկոյան եկար։ Լսեցի։ Փորձեցի անաղմուկ մտնել։ Լիլիթ, ինչ ա պատահել։ Ինձ նայ ու ճիշտն ասա, ես քեզ շատ լավ գիտեմ, ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Ուղղակի առաջին օրներ շուտ թողեցին։ Բա ինչի դպրոց չես գնացել։ Գլխացավ ունեի։ Հա, գլխացավ ունեիր։ Այդ քեզ նման չի, դու գլխացավ ունենաս ու դպրոց չգնաս։ Ես այնքան մենակ եմ այստեղ։ Լիլիթ ջան, դու մենակ չես այ։ Լիլիթ ջան, մենք քեզ հետ ենք, Լիլի։ Ինչ ա պատահել, ասա տեսնեմ, այդ բենզալցակայանում ա, չէ եղել ինչ որ եղել ա։ Դու ասա, դու ինձ հետ կարող ես կիսվել, Լիլիթ։ Դե մեղմ ասած հաշնորհ մարդիկի։ Ու եթե պապիկը չհասներ ու կարամ չեմ ուզում իշ։ Ախր այդ քո տեղը չի։ Դու այդտեղ էլ չես գնա, լսում ես։ Ես քեզ խնդրում եմ ուղակի։ Մենք քո կողքին ենք, ես, Հակոբը, երեխեն, մենք քեզ բոլորս կօգնենք։ Դու գերազանցիկ աղջիկ ես, դու պետքա կենտրոնանաս մենակ ուսմանդ վրա, լսում ես։ Այդ քո տեղը չի, այդ ինչ բենզալցակային կամ եսիմ ինչ պատմություն։ Ես քեզ խնդրում եմ, Լիլիթ։ Դու մտածի, մենք քո կողքն ենք, դու ուրիշ բանի մասին մի մտածի, Աստված մեծ է, մի դուր կբացի, հաստատ։ Ինձ հավատա, ես քեզ խնդրում եմ։ Հա, բայց ինչքան Էստեր։
Ինչքան պիտի դու ու Հակոբը իմ հոգսերը վերցնեք ձեր վրա։ Մաման ասում էր, որ ամեն աշխատանք էլ մարդու համար է։ Ուղղակի սկզբի դժվարություններն է պետք հաղթահարել։ Ես կփորձեմ հաղթահարել։ Բայց այս այդ դեպքը չի, ոչ բենզալցակայանում։ Ինձ պետք է այդ աշխատանքը։ Ինչ ասեմ։ Դու ինքդ ավելի լավ գիտես, ինչա կատարվում այդ բենզալցակայաններում։ Ինձ աշխատանք է պետք։ Ես պիտի աշխատեմ։ Մի ժամակ հայլում ես։ Պարկեմ հայել պարկելու եմ։ Ինչքան ունես։ Շատ։ Մի կյանք նստել եմ, մի այդքան էլ պետք է նստեմ։ Չգիտեմ մի տարի ընտանիքիս հետ կապրեմ թե չէ։ Ընտանիք։ Երբեք այսքան չէի մտածել այդ բառի իմաստի մասին, ոնց որ հիմա։ Այն ժամանակ մի վարքյան անգամ չէի մտածում իրաց կողքին լինելու մասին։ Ոչ մի պարտավորվածություն, ոչ մի պարտքի զգացողություն։ Իսկ հիմա, երբ ես գիտակցում եմ, որ սխալվել եմ, ես արդեն չունեմ հնարավորություն սխալս ուղղելու։ Սրանից մեծ պատիժ ուղղակի չի լինում։ Մաման գիտի, որ ստեղ ես։ Ես մամային ասել եմ, որ դու գիշերը ուշ ես եկել։ Դու արթուն էիր այդ ժամին։ Հա, հենց որ մի բան ա լինում, ես Իսմայելի մլավոցն եմ լսում։ Մարամ ջան, հիմա ես դասի եմ գնում, հետո կգամ ու քո համար կկարդամ, լավ։ Մաման ասեց, որ չես գնալու։ Հա, չէի գնալու։ Հիմա արդեն ուշացել եմ, բայց շուտ ուզում եմ գնամ ու գամ։ Առաջ դասից գալիս էիր, իմ հետ էիր։ Կատունել էր իմ հետ, իսկ հիմա նա չկա, բա որ դու գնաս աշխատանքի, ես ինչ եմ անելու։ Արի հիմա ես քեզ տուն տանեմ, հետո կգամ ու խոստանում եմ, քեզ կվերցնեմ ու այդ գիրկը կավարտենք իրար հետ, լավ։ Իսմայելն էլ կգա։ Հետաքրքիր ձեռագիր ունեք։ Ինչ։ Ասում եմ, հետաքրքիր ձեռագիր ունեք։ Տարբերվում է մնացածից։ Հա։ Դու չգիտես, որ տարբերվում է։ Գիտեմ, ես զարմանում եմ, որ հասկացող կա։ Նախ ներկայանամ։ Աբրահամ Սիմեոնովիչ։ Ես առանձնահատուկ վերաբերմունք ունեմ նկարների հանդեպ եւ նկարիչների։ Ասեմ, որ նկարը իմ համար այդ քսերոքսները չեն, որ կան։ Նկարը պետք է նկարիչի կողմից հոգի դրված լինի, այդ է նկարը։ Էդ ում է հիմա հետաքրքրում։ Մարդկանց համար մասից լինի, տանեն կախեն պատից, վերջ։ Էդ էլ կա խուդոժնիկ։ Նկարը դարել է ռեմոնտից հետո պատին կախող մի բան, էլի։ Գույները, որ բռնի իրար, հերիք է։ Մարդիկ նայում են ինչ գույներ են պատերը ներկել, գալիս հետո կտավ են ընտրում։ Դուք ինչ եք ուզում, մասիս, ձիրեր ունեմ, ծաղիկներ, գետ,
Շատ հետաքրքիր է։ Ես հավանում եմ այս նկարը։ Ու ասեմ ավելին, ոչ միայն հավանում եմ, այլ նաև վերցնում եմ։ Էս շատ է։ Խուդոժնիկ հիշի, լավ նկարի համար երբեք փողը շատ չլինում։ Վերցնում եմ։ Կավացեք երեխեք, մարդ կա քնած։ Լիլ։ Այ, սանգը տվել է։ Հա։ Լավ չես կունք ես։ Չէ, լավ եմ։ Ուղղակի մի բան անսուր ուժեղ քունս տարա։ Կարող ես կուշացնես տուն գնալ։ Չէ, լավ եմ։ Ինչ դասեր։ 9-րդը։ Լիլ, լավ ես քեզ գոն։ Հա, ապրես։ Լիլիթ ջան, հենց քնելու լինես, ասա մի հատ վերմակ բերենք։ Փոշմանեցիր, որ Մասիսը չես վերցրել։ Հետաքրքիր է։ Ինչը։ Ամեն ինչ։ Ներկը կտավը, չնայած իմ համար պարզ է, որ Բաշինջաղյան չի, բայց 1000 հոգու կարամ ապացուցեմ, որ սա Բաշինջաղյան է։ Դա վերնիսաժում սենց բան չես հանդիպի։ Խուդոժնիկ, քիչ ամնում հավատամ, որ ներկը հին է։ Ես կարող եմ կտավնել հին դարձնել, ռամկենել։ Իսկ կարաս նենց նկարես, որ անգամ ես հավատամ, որ ինքն է, Բաշինջաղյան է։ Դու ինձ հասկացար, ստորագրությունով, ռամկայով, կտավով, ներկով, ինչպես ժամանակակից լեզվում են ասում, full packet։ Կարող եմ, բայց ինչի համար։ Պետք է, խուդոժնիկ, պետք է։ Ես քեզ հավատացնում եմ, եթե կարողանաս այնպես նկարել, որ նույնիսկ ես հավատամ, ես քեզ կտամ այնքան գումար, որ դու այստեղ 3 ամսում, դու չէ 1 տարում չես աշխատի նկար վաճառելով։ Ես կկարողանամ։ Էլ ես փորձել։ Չէ, ուղղակի լավ վարպետ եմ ունեցել։ Էլ ավելի լավ։ Ցտեսություն, խուդոժնիկ։ Կներես, Լիլ, այսօր չեմ կարող քեզ ճանաչել։ Միասին չենք գնա։ Հետո կգնամ տուն, կզանգեմ կխոսենք։ Պապայի հետ տեղ պետք է գնամ, էլ ինձ է սպասում։ Ես ու հիվանդ չեմ, ուղղակի քունս էր տանում։ Հա, բան չասեցի։ Լավ ես հաստատ։ Հա։ Դե ես վազեմ։ Հանգիստ գնա։ Այնքան անջատված ես, որ չես տեսնում որտեղ ես կանգնած։ Այսօրվա քո այս վիճակից ենթադրելի է, որ գիշերները լավ չես քնում։ Այդքան անհանգստացած ես իմ կյանքով։ Ինչ ես անում, հենց հետաքրքիր է։ Facebook, Instagram, Contact, Ոնց որ ինձ ու քեզ խառնել ես։ Հա, ու մեկ էլ մի բան էլ։ Պետք չի անդադ առիթներ փնտրել իմ հետ խոսալու համար։ Դու կարաս արհամար ես ինձ, չէ։ Ես քեզ թույլ եմ տալիս, արհամարի, թե չէ մի տեսակ վիրավորական է անընդհատ քո ուշադրությանն արժանանալը։
Դու դեռ արհամարանք չես տեսել։ Լիլիթ աղջիկ։